Պարոն Ղահրամանյան, օրերս վարչապետն այցելել էր Սյունիքի մարզ, նաև շրջել էր, բնակիչների հետ էր շփվել, այնինչ որ տեսանք իր էջում դա մեզ համար տեսանելի էր, ես կխնդրեմ նաև դուք որպես տեղի սյունեցի падգամավոր ձեր աչքերով ասեք ինչպես ընդունեցին վարչապետին։ Ընդհանուր շատ լավ դիմավորեցին, գիտեք վարչապետը այցելել էր կրթել նորաձև շարժման օրակարգով Տիկին Հակոբյանի նախաձեռնած, ընդհանուր շատ լավ դիմավորեցին ժողովուրդը, կրթվելը նորաձև շարժումը եղավ եւ Քաջարանում եւ Կապանում, ընդմիջման ժամանակ քաղաքացիների հետ շփվելու առիթ եղավ, ընդհանուրապես շատ դրական, շատ նորմալ ամեն ինչ ասավ, թատրոն գնացինք, հետո վարչապետը սրճեց քաղաքում, սրճարաններից մեկում, շրջեց քաղաքով, կենտրոնով, ընդհանուր շատ դրական եմ գնահատում։ Կարող ենք եւս մեկ անգամ հաստատել, որ վարչապետը Սյունիք գնալու եւ ժողովրդի հետ շփվելու որևէ խնդիր չունի եւ նրան միշտ նորմալ ընդունում են։ Վարչապետը երբեք էլ չի ունեցել այդ խնդիրը Սյունիք գնալու եւ ժողովրդի հետ շփվելու, կոնկրետ ժողովրդի հետ, այլ բան է, որ որոշ քաղաքական եւ ռազմական իրավիճակներից ելնելով որոշ անհատներ կամ քաղաքական ուժեր նախկինում փորձ էին անում խոչընդոտել դա, բայց կոնկրետ ժողովրդի հետ կապված երբեք էլ խնդիր չի եղել։ Եվ նաև շատ է շահարկվում կրակոցները վերջին շրջանում, գյուղերը դատարկվում են, մարդիկ ահաբեկված են, դուք եք այնտեղ եղել, հենց այդ գյուղում եք եղել, իսկ խնդրեմ նաև այդ մասով իրականությունը ասեք ինչպես։ Ես եղել եմ գյուղերում, գիշերել ենք նախարարների հետ, կրակոցներ այո հնչում են, բայց գիտեք, ես համաձայն չեմ այդ որակման հետ, որ ահաբեկվում են, նայեք, ահաբեկված ժողովուրդը երբեք չի մնում իր տեղում։ Այսինքն հիմա եթե մենք դուք այս պահեդությամբ այստեղ ահաբեկված ենք, մենք 1 րոպե ավել չենք մնա, հա, այստեղ։ Իհարկե կրակոցները բացական են անդրադառնում ժողովրդի աշխատանքների վրա, հոգեբանության վրա, բայց դա իհարկե լարվածություն է առաջացնում բոլորի մոտ, բայց ահաբեկվել, լքել, ես օրինակ վերջին շրջանում չեմ ինֆորմացիա ամեն դեպքում կոնկրետ հարցրել եմ վարչական շրջանի ղեկավարներից, չի եղել գետ մի մարդ, որ գյուղից դուրս գա զուտ այդ կրակոցների պատճառով, այնպես որ ահաբեկվածություն չկա, բայց իհարկե լարվածություն կա։ Եվ նաև կխնդրեմ ասեք այդ պետության աջակցությամբ, որ 16 միլիոններով սահմանամերձ բնակավայրերում տներ պետք է սարքեն, օգտվում են Սյունիքում այդ ծրագրերից։ Այո, օգտվում են, տեղ համայնքում հատկապես օգտվողների թիվը շատ է։ Հիմա գիտեք, քանի որ քվոտայով էր, հիմա քվոտան լրացել է, նոր դիմումներ այնքան շատ ա, որ էլ նոր դիմումներ չենք ստանում, բայց կառավարությունում ես քաջատեղյակ եմ, որ ծրագիրը շարունակելու մտադրություն կա եւ հուսով ենք առաջիկայում դա տեղի կունենա։ Խոսենք նաև ներքաղաքական զարգացումների մասին, Էդգար Ղազարյանը իմպիչմենտի գործընթաց է նախաձեռնել, падգամավորներին կարծեք թե բոլորին նամակներ է ուղարկել, դուք ստացել եք այդ նամակը եւ ոնց եք վերաբերում առհասարակ այդ նախաձեռնությանը։ Ստացել եմ, որ անկեղծ ասեմ, ես կոնկրետ Էդգար Ղազարյանից չեմ ստացել այդ նամակը, ու հա, փաստացի փոխանցող ինքն է, բայց մենք հասկանում ենք, որ Էդգար Ղազարյանը եւ էլի երկուսով են, չէ՞, նախաձեռնել, մյուսի անունը ազգանունը չեմ հիշում, իրանց հետևին կանգնած քաղաքական ուժերի մատներն եմ, ձեռքերն եմ տեսնում եւ գիտեք ինչ ընտրություններ ա մոտենում եւ քանի ընտրությունները մոտենում ա որոշ քաղաքական անհատներ ուժեր ամեն ինչ անելու են իրենց գոյության մասին հիշեցնելու, իսկ ինչ վերաբերվում ա ընդդիմության գործելավոճին, դա հասկանում եք, երբ որ քաղաքական ոչ արտաքին, ոչ ներքին դու ասելիք չունես, օրակարգ չունես, քեզ քո մասին հիշեցնելու համար դու այսպեսի քայլերի ես դիմում, ինչը իհարկե շատ անլուրջ է, որովհետև եթե բարոյականը մի կողմ դնենք, ապա զուտ քաղաքական առումով ոչ մի հիմք չկա դրան, որովհետև քաղաքացիական պայմանագիրը 69 հոգանոց իր կազմով բացարձակ մեծամասնություն է եւ էլի եմ ասում, սա իմ մոտ ավելի շատ ծիծաղ առաջացրեց, քան ինչ որ ինձ մտածելու տեղիք տվեց։ Այդ մասով նաև Սերժ Սարգսյանն էր հայտարարություն արել, նա նշել էր, որ իրենք իշխանապողության հարց են լուծում, այլ ոչ վարչապետի թեկնածուի, մինչդեռ իր թիմակիցները իմպիչմենտի հարցն են բարձրացնում, սա ինչպես կմեկնենք։ Լսեք, իշխանապողության հարցը ինքը ումով է լուծում, սկսենք դրանից։ Ոնց է հնարավոր Հայաստանում օրինակ այս պահին իշխանապողություն անել։ Դա արտահերթ խորհրդանական ընտրություններ անելն է, հերթական խորհրդանական ընտրություններ անելն է եւ իմպիչմենտն է։ Այսինքն բոլոր դեպքերում պետք է լինի վարչապետի թեկնածու, որը իրանք չգիտես խիչ ունեն կամ մեկը մեկի վրա է գցում, երկու թև կա, չէ՞, հիմա անդիմության, այսպես ասած, ճիշտ է, ես չեմ տանջատում գաղափարական եւ այլ առումներով այդ երկու թիմի
եւ մոտեցումները եւ գաղափարները մեր երկրի շուրջ նույնն են, բայց իրանք, այսպես ասած, նախընտրական խաղ են խաղում եւ ցանկանում են, որ մեկը մյուսի վրա է գցում վարչապետի տեխնացուի հարցը, բայց զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը տասնամյակների քաղաքական փորձ ունի եւ ինքը պետք է իմանա, եթե դու իշխանափոխություն ես անում, դու պետք է իմանաս, դու պետք է ասես ով ալի ձեռը։ Մենք 18 թվականին ասել ենք ով ալի ձեռը։ Այսինքն հիմա իշխանափոխություն այն ով է գալու իշխանության, որ քաղաքական թիմը եւ ում առաջնորդությամբ։ Իդեպ ամիսներ շարունակ մենք ականատես էինք լինում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև փոխադարձ վիրավորանքների, փոխհրաձգության, անշանոր բառապաշարում միմյանց հանդեպ։ Վերջերս Սերժ Սարգսյանն ասաց Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք եւ ասաց, որ ես նրան թշնամի չեմ համարում։ Սա ինչ էր, կեղծ օրակարգ էր, ինչի մասին է։ Այն որ կեղծ օրակարգ էր, դա ակնհայտ էր ի սկզբանե, բայց այն որ մեկը մեկին թշնամի չի համարում, դա առավել ակնհայտ էր, որովհետև մենք ելի եմ ասում, քաղաքական առումով Հայաստանի ապագայի տեսլականի առումով նրանք նույն մարդիկ են, նույն քաղաքական ուժերն են։ Կարող է առանձին դրվագներով իրանք ունեն տարանձայնություններ, իրանք ունեն տարբերություններ, բայց մեծ հաշվով նույն ես համարում եմ իրանց նույն ինչպես ժողովուրդն է ասում, այտենց սերժաքոչայանական ընդդիմություն, այսինքն իրանց տարանջատել գաղափարական առումով ուղղակի հնարավոր չի եւ թող խնդրում եմ այդ սին փորձերը դադարեցնեն։ Շատերը կարծում են, որ ընդդիմությունը ակտիվացել է ապօրինի գույքի բռնագանձման այս վերջի շրջանում այդ աժիոտաժից, երեք էլ տեսան գլխավոր դատախազը հայտարարեց, թե ինչ է պահանջում Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ընտանիքից։ Իրադարձությունները ավելի կսրվեն այս ֆոնի։ Նայեք, Հայաստանը երևի ամբողջ աշխարհի միակ երկիրն է։ Սա ուղղակի մարազմա է, էլի հասկանում եք, մարդիկ մեղադրում են մեր իշխանության կոռուպցիայի մեջ։ Նայեք, ապօրինի գույքի մասին, բռնագանձման մասին օրենքը դա չի վերաբերվում մինչև 18 թվականը եղած կամ միայն ընդդիմադիրներին։ Այսինքն բոլորին է վերաբերում, այսինքն նաև ինձ։ Եվ եթե ես օրինակ ինչ որ մի կոռուպցիոն սխեմաներով ձեռք բերեմ ապօրինի գույք, այդ օրենքը նաև վերաբերվում է ինձ։ Ես զարմանում եմ, որ մարդիկ ցանկանում են, մեղադրում են իշխանությանը կոռուպցիայի մեջ կամ ապօրինի հարստանալու մեջ, բայց գնում են եւ այդ ապօրինի գույքը բռնագանձելու իրավական ճանապարհը սահմանադրական դատանում վիճարկում են։ Սա ուղղակի մարազմի ժանրից է, ես սրա հետ կապված ես գիտեք ինչ հիշեցի 2 թե 3 տարի առաջ, երբ որ հերթական փողոցային շարժումներ, այսպես ասած, ընդդիմության իշխան Սաղաթելյանը գիտեք ինչ արտահայտություն է արել, ասել է, որ իշխանափոխությունից հետո Թալանացը ետ ենք բերելու։ Հիմա Թալանացը իշխան Սաղաթելյանն է, հասկանում եք, չէ՞, իշխան Սաղաթելյանը դաշնակցական ասել է, որ իշխանափոխությունից հետո Թալանացը ետ ենք բերելու։ Հիմա Թալանացը ետ բերելու ամենա իրավական գործիքակազմը դա ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն է, որը իրանք վիճարկել են սահմանադրական դատարանում։ Ես սրանից ավել ուղղակի չգիտեմ, ելի եմ ասում, օրակարգի բացակայության արդյունք է այս ամեն ինչը, բայց վերջին հաշվով ես չասեմ, որևէ մեկը եթե չասի, ժողովուրդը լավ գիտի, թե ումից պետք է բռնագանձվի, ումից չպետք է բռնագանձվի։ Եվ ինչ սպասել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Մենք արդեն ոչ միայն մենք ասելով եսի նկատի չունենք մեր քաղաքական ուժը, ընդհանրապես մեր ժողովուրդը արդեն իմունիտետ է ձեռք բերել վերջին տարիներին, ընդհանրապես 18 թվականից հետո ես չեմ բացառում օրինակ նորից իմպիչմենտի գործընթաց, իհարկե դրանք կուղղորդվեն ապատեղեկատվության բարձր դոզաներով, չեմ բացառում սահմանային լարվածություն, մենք գիտենք, չէ, ամեն անգամ ընտրություններից առաջ, ու ամեն անգամ չէ, այսինքն 21 թվականի ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակ ինչ որ սահմանային լարվածություններ եղավ, բայց մեր ժողովուրդը արդեն ես լուրջ եմ ասում, երբ որ շփվել եմ մեր քաղաքացիների հետ, օրինակ այդպես բան ծավ համայնքում ինձ ասեցին, որ դե ընտրությունները մի տարուց բան պետք է պատրաստվենք, որ կարակոց բան է լինելու։ Ասեմ, այսինքն ասում դե արդեն պարզ է, էլի որ ընտրություն է գալու, ընդդիմությունը կբզբզա, հյուսիսներից կբզբզան, թե հարավներից կբզբզան, Ադրբեջանը կամ այլ ուժեր լարվածություն կստեղծեն սահմանին, որպեսզի իրենց ուզած տեխնացուին, այսինքն սա սովորական սահմանամերձ, ես անձամբ ծավցի եմ ծնունդով,
սահմանամերձ գյուղացիները, մեր հայրենակիցները ամեն ինչ հասկանում են եւ բարձա ապատեղեկատվություն, այսպես կոչված ճակերտների մեջ ահասարսուր դավաճանության դրվագների բացահայտում եւ իհարկե կրակոցներ, ինչպես նաեւ կողորթվի այդ ամեն ինչը փողոցային պայքարով հոգեվորականների կամ չգիտեմ, այս անգամ ում կդիմեն, փաստաբանների դիմել են, հոգեվորականների դիմել են, ես չգիտեմ, այս անգամ ում օգնությանը կդիմեն, բայց ենթադրում եմ եւ արդեն նախադրյալները ես տեսնում եմ արդեն հիմիկվանից իրանք նաեւ այս impeachment-ի գործընթացը բարձա չէ որ ներկայիս ընդդիմությունն է հայտնում, բայց ես ենթադրում եմ որ ելի իրանք չեն ուզելու առաջին դեմքով հանդես գան, ոչ շարժումների դեպքում, ոչ իրանց այսպես ասած ենթակա կուսակցությունների առաջի համարներում։ Ընդհանրապես ասեմ, որ կոնկրետ Սյունիքի մասում միայն համապետական ընտրություններից առաջ չի որ դա եղել, նաև թիմ ընտրություններից առաջ է դա լինում։ Արդեն հարմարվել ենք մենք։ Այս ամենով հանդերձ որը պիտի լինի իշխանության անելիքը։ Նախ պետքա չդադարել ուղիղ երկխոսությունը ժողովրդի հետ։ Օրինակ ես միշտ նաև վարչապետը ասեց մեր այս վերջի հարց ու պատասխանի ժամանակ, որ ամենաճիշտը դա ժողովրդի հետ ուղիղ խոսակցությունն է։ Անկաշկանդ, առանց ձևականությունների, առանց իրար խաբելու ուղիղ շփումն է։ Իհարկե սահմանային միջադեպերի հետ կապված պետք է ամեն ինչ անել, որ խաղաղության համաձայնագիրը կնքվի, ուժի մեջ մտնի, իսկ ներքաղաքականի մասով էլի եմ ասում, ինչպես մեր քաղաքական թիմը, ինչպես մինչև 18 թիվը, այդպես էլ 18 թվից հետո նախընտրել է ուղիղ շփումը ժողովրդի հետ եւ մենք դա պետք է շարունակենք։ Դա արդյունավետ կլինի 2026-ի նախորդին։ Դա արդյունավետ է լինում միշտ, երբ որ դու չես խափում, չես գողանում, չես թալանում, չես սպանում եւ այդ ամեն ինչի փոխարեն, այսինքն քո վարչական լծակները, չգիտեմ, թաղի խուժանբանման եւ այլն այդ ամեն ինչը մի կողմ թողած, որ դու որպես քաղաքական թիմ ազնիվ, նաեւ ինչ-որ միտեղ ցավոտ թեմաների շուրջ ուղիղ խոսակցություն ես ունենում քաղաքացիների հետ, ես չեմ կարծում, թե դրանից ավելի արդյունավետ միջոց կա եւ կարա առհասարակ լինի ժողովրդավար հասարակությունը։ Եվ նաեւ ամփոփելով վարչապետը նախորդ շաբաթ ազգային ժողով կառավարության հարցու պատասխանի ժամանակ ասաց, որ գյուղ մտնում եմ, ինձ ասում են ինչի Քոչարյանն եւ Սարգսյանը հետ կապված մի դրվագ պատմեմ։ Վարչապետը ասաց, որ գյուղ մտնում ենք, ասում են Քոչարյանը, Սերժը, իհարկե Քոչարյան չեն ասում, Սերժ չեն ասում, ուրիշ բան են ասում, իրանց իհարկե նկատի ունենալով խիչ են նստած, խիչ են դատված։ Հիմա նայեք, այս վերջին վարչապետի այցի ժամանակ կրթվելը նորաձևից հետո եղավ վարչապետը ներկայացրեց նաև ներկաներին իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ որից հետո տեղ ունեցավ հարց ու պատասխան քաղաքացիների հետ եւ պատկերացնում եք իրական Հայաստանի մասին ենք խոսացել, մինչեւ այդ կրթվելը նորաձևի մասին ենք խոսացել եւ քաղաքացիներից մեկը գնացել է հարց տվել, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի գտնվում բանտում եւ ավելացրեց այն հին մեղադրանքները, որը ստանդարտ կան, գիտեք, ավելացրեց, որ մարդը փաստացի պաշտոնապես, այսինքն ինքը իր դեմքով, իր բերանով ասում է, որ Արցախյան 44 օրյա պատերազմը հրահարել են հայերը, ոչ թե Հայաստանը կամ մենք ինքը ասել են իրան, երրորդ դեմքով, հասկանում եք, հրահարել են հայերը, Հայաստանին մեղադրելով փաստացի ագրեսիայի մեջ, ինչու էս իր արտահայտությունների համար այդ մարդը դատված չի, այսինքն հասկանում եք, այդ ասածը նաև մեկ շաբաթ հետո նորից հաստատվեց։ Էլ չասեմ մասնավոր զրույցները, որը վստահ եմ դուք էլ շատ լավ գիտեք։ Այ հետաքրքիր դեպք նշեցիք, այսինքն կարող ենք ասել, որ մարդկանց իրավագիտակցությունն է բարձրացել, պետության հանդեպ այդ սերը մարդկանց մոտ ավելացել է։ Չէ, սիրո հարց չի, այն որ բոլոր քաղաքացիները մեր համատարած ուղղակի անկեղծ եմ ասում, սա այն հերթական բաներից չէ, այն մարդիկ կան, չէ, ասում են ինձ դիմել են հազարավոր քաղաքացիներ, չէ, սա իրոք հազարավոր քաղաքացիներ, երբ ես շփվում եմ իրենց հետ, իրանք ասում են ինչու Քոչարյանը նստած չի, ինչու Սերժը նշած չի։ Իրանք հիմնականում ասում են թալան եւ այլն եւ այլն։ Սպանություններ, նախկին, ներկա, բայց հասկանում եք, այս քաղաքացին կոնկրետ, երբ որ հարցը ուղղեց վարչապետին, նա կոնկրետ օրինակով հղեց եւ թարմ օրինակով, որ մարդը եղել է երկրի ղեկավար եւ հարցազրույց է տալ ինքը իր դեմքով, ասում է, որ պատերազմը հրահարել են հայերը։ Ինչու ինքը այդ արտահայտության համար դատված չի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։